Հարգելի աղեղնավորներ, անենք կանխատեսեմ և տեսնենք ինչպիսին կլինի ձեզ համար հունիս ամիսը։ Աղեղնավորները կենտրոնանում են աղեղնավորների աշխատանքը, ֆինանսը, անձնական կյանքը, առողջությունը, տիեզերքի խորհուրդը, անակնկալը և զգուշացումը։ Այսպես ողջ ամսվա էներգիան աղեղնավորների համար, Յուպիտերը աղեղնավորների մոլորակն է, աղեղնավորների համար ողջ ամսվա էներգիան հունիսին ողջ ամսվա էներգիան։ Եվ սկսենք աշխատանքից։ Ձեր աշխատանքը հարգելի աղեղնավորներ, դուրս է եկել կոնկուրենցիա, բայց դուք կարող եք հաղթել այդ կոնկուրենցիան, այստեղ ներքին այսպես պայքար, դուք հասկանում եք, որ դուք պարտվելու իրավունք չունեք, այն հաղթանակը, որ ձեզ կտրվի պայքարի միջոցով, հնարավոր է պայքարեն ձեր տեղը, հնարավոր է պայքարեն աշխատանքի համար, որ ուրիշների կան աշխատեն, կամ ընդունենք մեկ տեղի համար մի քանի դիմորդ լինի, այսպես պայքար եմ տեսնում աշխատանքի հետ կապված, նաև աշխատանքում կարող են առաջանալ վեճեր, զգուշ ենք լինում։ Տեսեք, ինչ վերաբերվում է ֆինանսին, ապա հնարավոր է առաջարկ, օգնություն, ֆինանսի հետ կապված, այսպես հաճելի ինչ-որ փոփոխություն է սպասվում, ինչ-որ առաջարկ է սպասվում, ճիշտ է, կոնկրետ ֆինանսական կարդ չի դուրս եկել, բայց ֆինանսականի հետ կապված կարդը, որ մեզ ասում է, դա գալիս է, ֆինանսը գալիս է, այսինքն այստեղ չկա դադար, այստեղ չկա դժվարություն, այստեղ կարող են ձեզ առաջարկել նույնիսկ, կամ ձեզ նվեր տալ։ Ազնականի հետ կապված դուրս է եկել պաշ պենտակլիս, նշանակում է կարող է լինել նվեր, խոսակցություն, SMS կամ նոր ծանոթություն, կամ ազնական կյանքի հետ կարող են ձեզ առաջ տանել նոր նպատակները։ Առողջության հետ կապված պետք է ասեմ, որ դուրս է եկել 8 ժեզլը, սա նշանակում է բավականին ակտիվ կլինեք, այստեղ էներգիան շատ է, առողջության հետ կապված ճանապարհը ցույց տալի, կարող դուրս գաք, ընդունենք, գնաք հետազոտման կամ ինչ-որ բաներ, միջամտություններ անելու կամ ինչ-որ բան ձեր վրա փոխելու հետ է կապված։ Տեսեք, ինչ վերաբերվում է խորհրդին, ապա ձեզ հենց ձեր կարտը դուրս եկավ, կարելիվա ժեզլով, այստեղ ամեն դեպքում և տղամարդկանց և կանանց համար դուրս եկել, նաև ձեր կարտերն են դուրս եկել, բոլորը գրեթե ժեզլ է դուրս եկել, բացի ֆինանսականից, սա նշանակում է, որ դուք ունեք և ինտուիցիա, և կառավարելու դիրք, և ձեր ձեռքին է ձեր գավազանը, ամեն ինչ սաստելու, ամեն ինչ կառավարելու բոլոր գործողությունների հնարավորությունը դուք ունեք։ Ինչ վերաբերվում է անակնկալին, կապված է ձեր նպատակների, ձեր երազանքների հետ։ Դուք կարող եք փայլել որպես վառ աստղ, ձեր կրակը հունիսին շատ ավելի ուժեղ կարող է լինել։ Զգուշացումը ձեզ, զգուշացեք հիմարներից կամ հիմար իրավիճակներից, նոր ոչինչ սկսել չի կարելի, այլ հարկավոր է այն ինչ որ կա, այդտեղ վերակառուցում, շտկումներ անել, որպեսզի կարողանաք իրականում փայլել։ Զգուշացումը, ամեն ինչին նաև փորձեք ավելի թեթև նայել, որպեսզի ձեր կյանքը ավելորդ չբարդացնեք։ Ինչ վերաբերում է ողջ ամսվա էներգիան, ռազիվիլկա, այս է, դուք կբախվեք մի քանի անգամ, այսպես ասած, արգելքների, որտեղ դուք պետք է այսպես ոչ թե ուժ կիրառեք կամ ինչ-որ ավելորդ բաներ անեք, այլ պետք է ճիշտ տակտիկա մշակեք, որպեսզի կարողանաք անցում անեք նման խոչընդոտներին։